Ացան։ Քաշի։ Ես կպայեմ դու քաշի։ Ուրիշ։ Բացառական տեղը։ Մենակ չես էլի, ես էլ կարող եմ քաշել, մենք օգտվել։ Ես ավելի շուտ այսրանից կօգտվեմ։ Դու կեր, բալամ։ Ինձ մի նայ։ Ես սարսափելի սիրում եմ էլի ուտելը նամանավանդ այս ռեստորանում Կեր ցավը տանեմ, կեր Այն ասում եմ կեր Պապի Աղջիկ ջան, ես հասկանում եմ Ատամի տակ բան կա, ինչ-որ բան ես ուզում ասես, բայց չես կարող ասես Համկեր համել ասա Ճիշտ ես հասկանում, պապի Ուզում եմ Սեմի մասին խոսում Լոթվի Հաց են գոտում էլի Ավելի հետաքրքիր թեմա չկար Դուք ինձ լրիվ մանկապարտեզի երեխու տեղ եք դրել, պապի Կլինի հարգեք իմ ընտրությունը Այ բալա, ընտրությունը պետք է բանի նման լինի, որ հարգենք Որ բանի նման չի, ինչ հարգենք, դրա ինչ հարգեմ ես Պապի, ես քեզ խնդրում եմ Ես վստահ եմ, որ դու մի բան կարաս անես Սեմին ազատելու համար Աղջիկ ջան, դու կարող եք դες ես ամենակարողն եմ Հա, հասկանում եմ, պապի, որ ամենակարողը չես Բայց լավ կապեր ունես ու վստահ եմ մի բան կարողանաս անել Հələ Բագրատ պապի հետ պիտի խոսեմ, որ բողոքը հետ վերցնի Դե հաց են գոտում էլի Ինչ ես փչացնում մարդը ախորժակը, Բագրատ Նա ախորժակս փչացավ Չնայած, ասեմ, հա Լավ միտք եկավ Բագրատ ասեցիր Կոգնեմ Բայց մենակ մի պայմանով Ինչ պայման Որ հուր հավիտյան մոռանաս քո մոր կողմից բարեկամությանը Ընդհուպ մինչև այդ շպիոն անետին Պապին հնարավոր չի նման բան, դու գիտես ես անետին ինչքան եմ սիրում Ֆայնա ջան, դե անետը սիրելու բան է, որ սիրում ես Դու գիտես ինքը ինչ արել, ինքը նենց բան արել, որ ուրիշը չեր ան այդ բանը Դու ուղղակի իրա վրա կենտրոնացել ես ու ինչ լինում է անետին ես մեղադրում Ժամանակին ես էլ իմ ամիտքապես Բայց փառք Աստծո աչքերս բացեցին Տեսա ով ինչ էր ընդունակ Ով է դավերնյութում մեր դեմ, մեր ընտանիքի դեմ Պապի, ես քեզ խնդրում եմ Ասա, որ Սեմի հարցով կզբաղվես Ֆայնա ջան, աղջիկ ջան Կարծեմ ես քեզ պայմանը արդեն վերում ասեցի, նշեցի Բարդանեմ ասել, թե հայերեն չեմ խոսել Չեք թողում մի կտոր հաց ուտի մարդ Ստված ջան Լավ հիմա ինչ ա լինելու Ինչ ուզում ա թող լինի Մեծ մարդիկ են Ինչ կարանք մենք փոխենք Ու հետևներից չեմ ընկնելու Չհասկացա թողնենք իրար հոշոտեն Չեն հոշոտի հանգիստ տեղի դրանից էլ կօգնեն Լսի ես զարմանում եմ քո այս հանգստության վրա Հələ մեր վիճակին նայի Լսի բա ինչ անեմ սուկ պայեմ Կարևորը սոսի ունեցվածքի մեծ մասը իմ անունով եմ արել Ինքը հիմա չի կարող ինձ խաղից դուրս թողնել Ժամանակին ճիշտ եմ մտածել Այսօրվա մասին էի մտածում Դու ես ինչեր ես խոսում Փաստորեն ես ամբողջ վիճակի մեջ քեզ մենակ այդ ֆինանսական կողմն է հետաքրքրում Ինչ ես ուզում անետ Ինչ ես ուզում որ բոլորը քո պես մտածեն Հերիքա գլուխս հարթուկ ես քո խրատներովդ Ես իրանց կյանքին չեմ խառնվելու Ինչ ուզում են թող անեն Ես հիմա իմ ծերության մասին պիտի մտածեմ Ապագաս ապահովեմ Վերջ Չենք խոսում
Ոնց ես։ Հələ կապրեմ։ Բժշկի հետ խոսացել եմ, կյանքիդ վտանգ չի սպառնում։ Ոչ քո, ոչ էլ երեխա։ Ինչ երեխա։ Դու երեխա չունես։ Մեծ հանգստացի, Աննա ջան։ Հասկանում եմ, որ լարված ես։ Բայց աշխատի մի քիչ զգուշ խոսաս։ Դու հայր կոչվելու իրավունք չունես։ Չնայած ինչ եմ խոսում, դու նույնիսկ մարդ կոչվելու իրավունք չունես։ Այսքան ժամանակ իմացել ես, որ մարդ ես սպանել ու հանգիստ քո համար ապրել ես։ Մի օր չտեսա, որ տանջվես, մի օր չտեսա, որ տառապես։ Փաստորեն լավ ուղեղդ լցրել է։ Նստե երկար խոսացել է, կանցյալն եք դրև վերցրել։ Չէ, բայց ինձ իրոք հետաքրքիր է։ Դու ոնց էիր այսքան տարի տենց հանգիստ խաղաղ քո համար ապրում։ Խաղաղ։ Իսկ դու երբևէ թողել ես, որ ես հանգիստ ապրեմ։ Քեզ հանդիպած վարքյանից չգիտեմ հանգիստ լինելը ինչ է։ Բայց փառք Աստծո, վերևներում դրա մասին հոգացել են։ Պարզվեց ես մարդասպան չեմ ու դա էլ ողջ է։ Շնորհակալ եմ քեզ Տեր Աստված։ Իսկ ինձ երբ էիր պատրաստվում ասել, թե մինչև կյանքիս վերջ չէի իմանալու։ Չէ։ Ես էլ քո նման նոր եմ իմացել։ Գնա։ Գնա, չեմ ուզում քեզ տեսնեմ։ Մի հատ կասես ինչ սխալ բան եմ արել։ Որ հետս սենց ես։ Ինչ անայի թողեի, որ մի հատ լակոտ բանակից գար ու մի անգամից գնար նշանածիս մոտ։ Լավ ես մտածել։ Գոհ եղի, որ քեզ էլ դրա հետ ձորը չեմ գլորել։ Ու իմ կռիվը դրա հետ դեռ չի ավարտվել։ Ամբողջ կյանքում մենակ բոլորի հետ կռիվ արեցիր։ Այսով ասես դուրը կոտրում, պապի։ Նայեմ դեն անգելի կարող եմ հատաղի պողեմ։ Ուրա դա։ Աննա! Սպասի է, ձեր հետ միգցի գլուխըտ։ Ինչ չհասկացանք ինչքան ուզեցինք ձեր ոտկեստանից կտրենք, նենց հատուկ ներխուժում եք։ Այս տանը պատերին մեղր, ակսա չեմ ջոգում։ Կասեք վերջապես ուրա ձեր երկնքից իջած սուրբը, որ ամբողջ կյանքում ոտքից տակ ընկավ ու ինձ խանգարեց, ամբողջ կյանքս թունավորեց ու կործանեց։ Ես պահանջում եմ, որ մորս մասին հարգանքով խոսեք։ Հարգանքին արժանանում եմ, բալիկ ջան։ Հարգանքը օդից չի ընկնում մարդկանց գլխին։ Ուրա Աննան, ասեք ոչ թե քույր, այլ թշնամին է եկել։ Մտ հանգստացի, խորը շունչ քաշի, այս ուղիղ գծով գնում ես դեպեն դուրը ու դրսից փակում ես հետ։ Ես ոչ մի տեղ չեմ գնա, մինչև չտեսնեմ դրան։ Մաման տանը չի, իսկ ձեր այստեղ սպասելը նպատակահարմար չի, չեք հասկանում։ Ոնց որ լավ էլ ճարտար լեզու ունես մորդ պես։ Դու իր պակաս մնացել, որ թորնուս մի բան էլ նկատողություն անեիր։ Դավայ դուրս գնացիր, քանի ձենս չեմ բարձրացրում։ Կգնամ, բայց իմացեք ամեն ինչ սենց հեշտ չի վերջանալու։ Ես անպայման վերադառնալու եմ։ Փոխանցեք այդ ձեր համեստ ու հեզ հարսիկին, որ իմ ընտանիքը քանդելու համար ինքը դեռ պատասխան է տալու։ Բագրատիդ կբարևես։ Մամ, դու քեզ պետք է մի քիչ հանգիստ պահես ու չմտածես այս ամեն ինչի մասին։ Բալես, իմ կյանքը
այնքանից դասավորվեց, որ ես չեմ կարող ոչ մի բանի մասին չմտածել։ Մենք բոլորս էլ մի նավի մեջ ենք։ Դու գոնե այդ երեխու խաթր պետք է փորձես մի քիչ հեռու մնաս այդ անկապ հարցերից։ Անգելինա ջան։ Ուզում եմ իմանալ ոնց է Աննա Բագրատովնա։ Հիվանդանոցում եմ բալես։ Բայց հիմա արդեն ոնց որ դեպի լավն եմ գնում։ Ամենայն դեպս այս պահին ինձ լավ եմ զգում։ Փոխանցի, որ շնորհակալ եմ տեղեկ պահելու համար։ Փոխանցելու կարիք չկա, լսեցի։ Դու լավ ես։ Հա, լավ եմ։ Չխանգարեմ դա։ Լավ բալես, ապրես որ զանգեցիր։ Հա, փաստորեն նույնիսկ հետս խոսելու ցանկություն չունես, Հենրի։ Էս ինչ խաղաղեք, զարմացած եմ, ինձ թված տան հասեն շփոթել եմ։ Երբեմն բարերն էլ են օդում սարճում, մամ։ Էլի ռազմի ճակատ եք բացել, մայրը դուր է։ Դուրս եմ որնդել, սողուն հոր հետ միասին։ Անետն էլ չկա։ Եթե նրանք այստեղ չեն անետ, ինչ գործ ունի այս տանը։ Որ հետաքրքիր ընտանիքն ինձ բաժին են գել։ Ոքի տեղեկ չի։ Կամաց կտեղեկանաս մի շտապի։ Ես դուրս եմ գալիս գործեր ունեմ։ Բալես, ոնց ես, հոսողած չես, մի բան տնեմ ուտես։ Չէ, տակ չեմ, լավ կուշտեմ։ Ախ, Հա, պապ, Հա, ինչ կա, ինչ ես անում։ քշում եմ։ Բայց իմացար, աշկդ լուսեմ։ Որներ եկե մեր տուն։ Լիլիթը։ Եթե կինդ մի քույր ունի, ուրեմն Լիլիթն է։ Այդ ինչ էր կորցրը մեր տանը։ Ուզածը ինչ էր։ Եկե Աննային էր հարցնում ու չէր հավատում, որ տանը չի։ Աննան հիվանդանոցում է։ Չհասկացա։ Աննան ինչ է հիվանդանոցում։ Ինչ է ազատ է։ Դե տենց։ Այդ անասունն էլ գնացել է հիվանդանոց։ Ես իմ ինչեր է խոսացել։ Հաշվի չի առել, որ հղի է։ Կարա ամեն րոպե ամենավատ բանը լինի։ Արա եթե այդքան ուղեղ ունի, որը մտածի։ Բայց այս խառապային որից ընկան մեր գլխին է։ Չգիտեմ, բայց գլուխը քոր է գալիս։ Դե դրա հարցերը լուծի։ Անպայման։ Բա ուսանց չեմ թողնելու։ Աննան հիմա լավ է։ Դե հա, վտանգը անցել է։ Դե կարևորը վտանգն անցել է։ Ինչ ա եղել, պապ, ինչի է մաման հիվանդանոցում։ Դե այ բալա ինչ-որ լավ չի զգացել իրեն։ Տարել են հիվանդանոց, բայց արդեն լավ է, նորմալ է, ամեն ինչ կարգավորվել է։ Դեմքդ մի խոժորի, նորմալ է ամեն բան։ Ապրես չայ է շատ համեղ է։ Ինչ անեմ, մամ։ ԴՆԹ-ի թեստ էլ կազմակերպեցի, որ վերջնական որոշումս հասկանամ։ Ու։ Խնդրեմ։ Կարդա։ Միքայել Շախունցը Անգելինա Ավագյանի հայրն է։ Կներես։ Շատ էգոիստ եմ, մենակ իմ մասին եմ մտածում։
Դու չպետք է ես կարդայիր։ Ոչինչ բալես։ Հանգիստ եղի։ Ես արդեն հաշտվել եմ այդ մտքի հետ։ Պապատ էլ ոչ մի բանով ինձ չի կարող զարմացնել։ Ինչի ես խուսափում ինձնից։ Կարող է իրոք սկսել ես սիրել այդ աղջկան։ Միգուցե երեխայի ծնվելուց հետո ներսումդ ինչ-որ բան է փոխվել, չես համարձակվում ինձ ասել, բայց ավելի լավ կլինի ազնիվ լինես, քան ինձ այսքան տանջես ու անորոշության մեջ պահես։ Ամեն ինչ խառնվեց իրար։ Մաման մի կողմից, Անգելը մյուս կողմից։ Անգելի հետ կապված ես էլ ոչ մի ելք չունեմ, ինձ մնում ամեն ինչ անել, որ ինքը զզվի ինձնից, ատի, որ մտածի ամենավերջին սրիկ անուտ ականքնեմ։ Կարող է իրոք գնամ երկրից։ Բարև։ Բարև, Կարո։ Ագրեսիվ ես։ Հələ ուզում ես ագրեսիվ չլնե։ Այդ լսել եմ Հենրին տարել ես ձեր տուն ես բայ, այ բրտուճ։ Կարո տղա նախ բարդ չափավորի ինձ հետ խոսելիս ու երկրորդ, հա, տարել եմ, հետո ինչ, հա։ Հետո այն որ միջև մա չհասկացար որ Լսի Կարո։ Կխնդրեմ այդ լուսապայծառ ուղեղովդ ուրիշ բաներ չմտածես, դու ինձ ում տեղն ես դրել, հա։ Ես ու Հենրին ընդհանրապես լավ ընկերներ ենք, ականջի տողարա դա։ Այդ անգիրարած ֆրազաները ինձ մի ասա, հա։ Յանեչկա, հանգիստ։ Կարո ջան, սա վերցրու, կքսես դեմքիդ այդ կնճիռներդ կվերանան։ Բայց կօգնի որ։ Հա, կօգնի, փորձված մեթոդը։ Մեկ էլ աշխատի անիմաստ թեմաներով չջղայնանաս, որ չկնճռոտվես։ Տոտ, այս խառը պատմությունը ինձ դու տեղ եկիր։ Մասամբ։ Իսկ պապայի ու մամայի ամուսնության ժամանակ դու տեղ ես եղել, որ մորաքույրը հղի ա եղել պապայից։ Չէ բոլես, չեմ իմացել։ Ինչքան քախնիկ կա ես մի փոքր ընտանիքի մեջ։ Արդեն գժվել կարելի է։ Որ չի հասկանում ով բարեկամն է։ Հե բոլես, գիտես ես եմ հասկանում։ Ամեն դեպքում հայրդ լավ բան չի արել, որ մորդ տնից դուրս է հանել։ Ուրախ չես։ Մեկը իրար տանել չեք կարողանում։ Դա կապ չունի։ Պարզ է։ Լկայնի։ Դու ոնց որ հասկանալու այդ խնդիրներ ունես, հա։ Ինչ քեզ ճանաչում եմ, դու ես նման խնդիրով տառապել։ Հեն էլ վաղ տարիքից։ Քեզ քանի անգամ պետք է ասել, որ Աննային չմոտենաս։ Ոչ ոք չի կարող որոշի, թե ես ումից հեռու մնամ, ում հետ հանդիպեմ։ Բացառությամբ կնոջս։ Բացառություններն էլ եմ ես որոշում։ Հեն էլ առանց պարտադրանքների։ Շատ ճարտար ես դավը գիտես։ Մտածում եմ կարող է լեզուդ կտրեմ։ Վերջին անգամ ես զգուշացնում։ Աննայից հեռու կմնաս։ Դու մինչև հիմա չես հասկացել, որ քո խոսքը ինձ մոտ ոչ մի արժեք չունի, չի էլ ունենալու։
Նախադասություններս կազմում հայերեն մայրիկ դա սովորացրել։ Մյուս անգամ մորս հասցեին եկնանքով չխոսա, Սարա։ Դե չէ վիզդ կկտրեմ։ Ոնց էր անցյալդ շուտ մոռացար։ Եթե մեզնից մեկը կա, որ պիտի անցյալը մոռանա, այդ դու ես։ Ես անցյալում բան չունեմ արած, որի համար ամաչ եմ։ Ի տարբերություն քեզ։ Ջեբդ երկու կոպ փողանք է։ Հասկանում եմ։ Ուղղակի եթե դու նոր ես սովորել այդ ամեն ինչին, ես ծնված օրվանից այդ շքեղության մեջ եմ։ Այդ ամեն ինչին սովոր չես։ Բայց ես դրանով չես զարմացնի։ Հասկացար։ Միևնույն է, ոչ մի բան չի փոխվել քո կյանքում։ Նույն նեղմիտն ես մնացել։ Բա իհարկե, ամեն ինչ խառնել ես իրար, հիմա եկել ստեղ հանգիստ քնել ես։ Աստված իմ, դու ինչ ես ուզում էլի ինձնից։ Ես էլ քեզ եմ եկել նույն հարցը տամ։ Ինչ ես ուզում իմ ընտանիքից։ Ինչի ես կպել սոսին պոկ չես գալիս։ Դու ամուսին ունես, երեխեք ունես։ Ինչ ես ուզում իմ հաշտ ընտանիքից։ Դու որ խոսում ես, գոնե մեկ-մեկ քեզ կողքից լսում ես։ Էլ քեզ միամիտի տեղ մի դիր։ Ինչ հանդիպումներ ես փնտրում սոսի հետ։ Ուզում եմ հասկանամ, ինչի հանգիստ չես թողնում ինձ։ 25 տարի է անցել, ինչի ես էլի կրծում հոգիս։ Ես եկել ես առաջինը դու ես արձակվում, որ ես չկարողանամ հետո քեզ բան ասեմ։ Ոնց որ տարիների ընթացքում հիշողությանդ հետ խնդիրներ են առաջացել։ Հիշացնեմ ում էր սոսը սիրում, ում համար էր գալիս պատուհանի տակ կանգնում, ում համար էր անverջ պայքարում։ Իսկ դու ինչ էիր անում այդ ընթացքում։ Ամեն ինչ անում էիր, որ փչացնեիր մեր հարաբերությունները, պապային իմ դեմ էիր հանում։ Վերջում էլ համոզեցիր, որ Միքայելի հետ ամուսնացնի։ Էլի տեսարաններ հիշացնեմ, թե այսքանը հերիք է քեզ։ Վերջում էլ լկտիաբար ինձ խաբեցիր ու գնացիր Մոսկվա, որ հետ ամուսնանաս։ Լավ արեցի, սիրում էի ամեն գնով պայքարեցի։ Ինչ գնով, իմ երջանկության գնով։ Հա, թեկուզ քո երջանկության գնով։ Դե ինչ ասեմ։ Նա դու արդեն քո մասին ամեն ինչ ասեցիր։ Այն ինչ որ դու արեցիր իմ հանդեպ ամենակիչը ստորություն էր։ Ստորը դու ես այ անպատկառ։ Ուրիշի ամուսնու հետևից վազելը ստորություն չի, շախունցների տուն հարց գնալ եղելա քո ընտրությունը, ուրեմն հիմա հաշտ ապրի քո ընտանիքում ու հանգիստ թող ինձ, եթե մի անգամ էլ կպել ես սոսին կամ իմ ընտանիքին, իմ հետ ես գործ ունենալու, ես քեզ անձամբ իմ ձեռքերով խեղդելու եմ, հասկացար։ Ասում ես նեղմիտ եմ, հա? Իսկ դու շատ կնեղվես, որ ես լինեմ վերջին մարդ, ում տեսնում ես, ու այսօր լինի քո կյանքի վերջին օրը։ Քեզ մի գերագնահատի։
Քո դիմաց նախքին սոսը չի։ Իմ համար նախքին ու ներկա չկա։ Դու նույն կենթանին ես, ով չգնահատելով իրան բաժին ընկած հաջողությունը, նորից եկել է ոտերիս տակ։ Իդեպ Աննայի հետ հանդիպումից շատ բան բացահայտվեց։ Պարզվում է դու պատրաստ ես եղել իմ երեխուն հայրություն անել։ Ավելի լավ կանես մաքրվես Հայաստանից։ Դե չէ ինչ, ինչ կանես։ Արի փակագծերը չբացան։ Արի փակագծերը բաց ենք։ Ես սիրում եմ միշտ բաց փակագծերով կռվել։ Ես ձեզ շախունցներիդ վերացնելու եմ։ Դու հիմա քո երազանքներով ես իմ հետ կիսվում, այ խեղճատակ։ Ու գիտես ոնց եմ վերացնելու։ Դանդաղ, հաճույք ստանալով, մի կրակոցով քեզ չեմ վերացնի։ Կնայեմ ոնց ես պարտվում, ամեն պարտությանը դիմաց ես կունենամ իմ հաղթանակը ու կվայելեմ։ Քեզ վերջին անգամ եմ զգուշացնում։ Մաքրվի իմ ու իմ ընտանիքի հորիզոնից։ Թե չէ ոչ երանի նրան, ով որ շախունցների մսաղացը կընկնի։ Հա, իմիջելոց։ Աննային տեսար իրան նոր կարգավիճակում։ Սիրող մարդիկ այս տարիքում էլ են երախա ունենում։ Ես ասում եմ, որ քցես բռնես, թե Աննան տարիներ առաջ ումից է հղի եղել։ Մեծ տղա ես։ Գոնե հիմա չխաբրվես։ Ալո։ Քուրս բարի օր։ Սեմ դու ես։ Հա, ես եմ։ Այստեղ հեռախոս խնդրեցի, որ զանգեմ իմանամ ոնց ես, ձայնդ լսեմ։ Ինչ ես անում։ Դե, կոնկրետ հիմա խանութում եմ, եկել եմ պաղպաղակ գնամ։ Հա դե, ամառը եկավ ու քո միակ ուտելիքը դարձավ պաղպաղակը։ Ափսոս, որ դու կողքից չես։ Բայց մտքերս անընդհատ քո հետ են, քուրս։ Անհամբեր սպասում եմ այն օրվան, թե երբ են քեզ ազատ արձակելու։ Մի սպասիր, ուղղակի համակերպվիր։ Ոչ չսպասեմ, սեմ ոնց համակերպվեմ։ Դե, կարող է ինձ այստեղ երկար պահել։ Ոչ սեմ, երկար չես մնալու։ Ես մի տեսակ զգում եմ, որ շուտ են քեզ բաց թողնելու։ Ու բացի հետ էլ Արամը խոստացել է, որ կօգնի քեզ։ Դրա անունը չլսեմ, ես քեզ ինչ եմ ասել, Մերի։ Արամը քո թշնամին չի։ Եթե պետք է այս ծանր պահին ես հեռախոս գտնեմ ու զանգեմ քեզ, որ դու այդ Արամի գովքը անես, ուրեմն իզուր զանգեցի։ Հաջողություն։ Սեմ։ Ոյ Սեմ, ինչի ես սենց չարացել։ Զզվեցրեց իր Արամով։ Ո՞ւր է լակոտդ։ Ո՞ւր է սրա։
Ատա։ Ձեզ կարգի հրավիրեք։ Ով է ձեզ թույլ տվել ներխուժել իմ որդուտուն։ Չհասկացա, բակո որդուն ով է թույլ տվել մոտենա իմ հարսին, իմ թորների մորը։ Թույլ տվեք ձեզ հիշեցնել, որ նախ եւ առաջ ձեր հասը իմ տղայի ընկերուհիներ են ժամանակ։ Նրանք սիրում էին իրար։ Եվ նրանց կյանքը այլ կերպ կդասավորվեր, եթե ձեր սիրելի Միքայելը նրանց ճանապարհին չկանգներ ու չխաղար իմ որդու կյանքի հետ։ Բրավո, բրավո, բրավո։ Շնորհավորում եմ։ Մայրը որդի շատ լավ խաղացիք հանգուցյալի կերպարը։ Իսկ ինչ վերաբերում Անային, որ սիրում էր ձեր որդուն, իբր իր ընկերուհին էր։ Բայց ինչ գործ ունի իմ որդու հետ։ Ինքնախաբեությամբ մի զբաղվեք։ Բագրատն է ստիպել, որ Աննան ամուսնանա ձեր որդու հետ։ Իսկ ինչ վերաբերում է խաղալուն, ես ձերպես դերասան չեմ կարող լինել։ Չեմ կարող ձերպես խաղալ, ինչպես դուք տարիներ առաջ հայտնվեցիք հիվանդանոցում եւ առաջարկեցիք ձեր օգնությունը։ Հա, ճիշտ եք ասում։ Հայտնվեցի, առաջարկեցի իմ օգնությունը, գումար առաջարկեցի, որ գնաք Մոսկվա։ Անհամեստ թող չնչի, տիկին, բայց իմ փողերով հասակ Մոսկվա։ Հետագայում երբ որդիս գիտակցության եկավ, ինձ պատմեց բոլոր մանրամասները։ Այդ ժամանակ ես հասկացա, դուք ոչ թե իմ որդուն, այլ ձեր որդու կյանքն եք փորձում փրկել։ Ես չեմ հասկանում ինչ ես խոսում, ինձ տղետ է պետք։ Շատ լավ էլ հասկանում եք, բացատրություն էլ հարկավոր չի։ Ուզում եմ ձեզ հիշեցնել, որ ձեր որդին մարդասպան է։ Սոսս Աստծո կամոք ողջ մնաց։ Ամիգուցե այս անգամ Աստված չկամենա, որ ձեր որդին ողջ մնա։ Չէի սպասում, որ քեզ ստեղ կտեսնեմ։ Թե չէ ինչ կանեիր։ Արագ կհեռանայր, որ չհանդիպենք։ Ինչի ես տենց ասում։ Ինչ տպավորություն, որ թույլ ես տվել ստեղծվի, էդ էլ ասում եմ։ Անգելինա։ Կարաս ոչինչ չասես, Հանրի։ Հանգիստ տեղի։ Ես եկել եմ Աննա Բագրատովնային տեսնելու։ Լավ ես արել, ապրես։ Իհարկե ես հստակ չգիտեմ ինչ ա եղել, բայց եթե դու զանգերիս պատասխաներ, ավելի շուտ օգնություն կցուցաբերեիր մամայիդ։ Հեռախոսս մոտս չէր, հետո տեսա, որ զանգել ու նամակ ես ուղարկել։ Հերի լավ էլի, արի չշարունակենք, հա։ Ես մամայիդ կտեսնեմ ու կգնամ արագ, էլ կարիք չի լինի, որ խոսափես ինձնից։ Իզուր ես տենց ասում։ Խնդրում եմ մամայիդ հիվանդասենյակը ցույց տուր։ Գժվել ես, ինչ ես անում։ Ես իմը պաշտպանելու համար պատրաստ եմ ամեն ինչի։ Ինչի եմ զարմանում։ Կարող է քեզ առաջին օրն եմ ճանաչում։ Ձենդ կտրի։ Հետ որ ամեն անգամ տենց ասում ես իմ սեփականը, ուրեմն հիշի, որ դու քո սեփականը երբեք ոչինչ չես ունեցել, դու սեփականացրել ես այն, ինչ ինձ էր պատկանում, դու իմ երջանկությունն ես գողացել։ Ես ընդամենը հավատարիմ եմ եղել իմ զգացմունքներին, ես պայքարել եմ մինչև վերջ, ինչը քո մասին չէի ասի։ Դու մարդ ես, դու սիրտ չունես ու ոչ էլ հոգի։ Դու իմ համար միշտ ստոր ես եղել, կաս ու կմնաս։ Ինչի Սոսին չէիր ասել, որ ես հղի եմ։ Իսկ ինչ պիտի ասեի Սոսին։ Ասեի, որ հղի ես, երբ դու ուրիշի հետ էիր ամուսնացած։ Սոսը պարտավոր էր իմանալ իմ ու իր երեխու մասին։ Հա, հետո էլ գալու էր ու շախունցից քո ձեռքը խնդրեր։ Չէ, բայց գոնե ամբողջ կյանքը քո նման հրեշի կողքին չէր ապրի։ Գիտես ինչ,
Մի անգամ արդեն սոսին խլել ես ինձնից։ Երկրորդ անգամ այդ քեզ չի հաջողվի։ Ես այդ քեզ թույլ չեմ տա, լսում ես։ Խեղդելու եմ քեզ։ Թող ասում եմ։ Թող աննորմալ է շունչս կտրվում է, թող։